Բարի եկացեք, սիրելի քույր եղբայրներ, Տերոջ տանը մեջ փառք ունենք, որ այսօր արիթը ընծայվեցավ մեզի, որ հավաքվենք Տերոջը սրահի մեջ եւ փառաբանենք իր սուրբ անունը։ Իխծեմ մոդնգայս տերնավենավորքով սկսենք մեր այսօրվա աշխատանքը։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Եկեք քույր եղբայրներ, մեր բարձր ձայներով, մեր շունչերով Տերը փառաբանենք միասին եւ եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով փառաբանենք Տիրոջ անունը։ Արժանի է Տերը սիրելիներ։ Para
Դերոց սերը անդուն է, անվերջ է, անսահման է քույրեր եղբայրներ։ Օրտնեցեք դերը ասենք, ով բոլոր ասկեր, ով բոլոր ժողովուրդներ, դերը արժանի օրնությունների։ Մեր անձերուն ալսենք, Դավիթի պես, ասենք, ով իմանցս օրնետերը, և անոր բոլոր հարերարկումները մի կորնան։ Հարապանության անեն հիշենք այն բարիքները, այն օրնությունները, որ դերոջ մեն վայլեր են քույրեր եղբայրներ։ Շարունակենք օրհնել Տերը Սաղմոսով քույրեր եղբայրներ, օրհնենք եւ շնորհակալություն հայտնենք Դավիթի նման եւ Դավիթի հետ ասենք հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբու ամեն։ Քեզի գոհություն պիտի մատուցանեմ իմ բոլոր սրտովս։ Աստվածներուն առջև քեզի Սաղմոս պիտի երգեմ։ Եվ գրբակություն պիտի լինեմ դեպի քո սուրբ տաճարդ եւ քո անվանդ գոհություն պիտի մատուցանեմ։ Քո ողորմությանդ ու ճշմարտությանդ համար։ Վասնզի քո բոլոր անունդ
վեր մեծուցիր քու խոսքդ։ Գանչած օրս պատասխան տվիր ինձի։ Իմանցիս մեջ զորությունով զիսուժողցուցիր։ Ով Տեր, երկրի բոլոր թագավորները քեզի գոհություն պիտի մատուցանան։ Երբ ու բերնիդ խոսքերը լսեն։ Տերոջը ճամփաներում մեջ պիտի երգեն, վասնզի Տերոջը փառքը մեծ է։ Թեպետ Տերը բարձր է, բայց խոնարհը կտեսնի, ու բարձրամիտը հերվեն կճանչնա։ Եթե նեղության մեջ արկալեն, թուն զիս պիտի կենթանացնես։ Իմ թշնամիներուս փառքությանը թեմ, քու ձեռքդ պիտի երկնցնես, եւ քու աջ ձեռքդ զիս պիտի փրկի։ Տերը պիտի գործե ինձի համար։ Ով Տեր, քու ողորմությունը հավիտենական է, քու ձեռքիդ գործերը երես է, մինցեք է։ Ամեն։ Շարունակենք այս Սամոսի օգիով եւ Տերոջը շնորհակալություն այդենք քույրեր պայման եւ ասենք շնորհակալ եմ
եւ լուղացությամբ Տերոջ ներկայության մեջ լինանք, մեր աչքերը փակենք, ուզեմ բահմը աղոթքի մեջ լինանք։ Պիտի խնդրեմ Թալին Քույր Այրանջյանին, որ մոտենա եւ մեր բոլորին անունով փառաբանության եւ շնորհակալության աղոթք բարձրացնի մեր Տիրոջ։ Օրգոյան պարավորյալ մեր սուրբ ասվածը, մեր դերը, մեր բերգիչը, մեր ապավենը, մեր ամրոցը, մեր ամուր ժայրը, այս պահում շնորհակալություն կհայտնենք Տեր Հիսուս, կխոնարհենք ու կահիդ առջևը Տեր, կխոնարհենք եւ կսենք դու սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, մեծ ես, հրաշալի ես, ամենակարող ես, սքանչելի ես, հիանալի ես, մեր ապահայրն ես, սեր ես, հույս ես, մեր ամեն բանի մեջ ամեն բանն ես դու Տեր, եկած եք քո առջևը Տեր Հիսուս, միմիայն լսելու, ամեն օրհնություն, փառք, իմաստություն, գոհություն, զորություն եւ պատիվ, միմիայն քեզի գվայել Տեր Հիսուս, միմիայն տուն որ դվող կառնու, տուն որ կյանքդ մեզի համար զոհեցիր, որ մենք ավելի կյանք ունենանք Տեր Հիսուս, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այս պահին միմիայն մեր սրտեն, մեր հոգիեն, միմիայն փառաբանություն, միմիայն քեզ փառք տալու կատեր, մեր ամեն բարականերու մեջ, դեպ փոթորվոտ նավի մեջ ենք, բայց գիտեք որ դու խաղաղության իշխանն ես, դեպ Տեր մենք նեղության մեջ ենք, դեպ մենք ընկած ենք, բայց գիտենք որ դու ես մեզի վերցնող Տեր, անորամար քեզ վստահած ենք Տեր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք Սուրբ Հոգի Աստված, շնորհակալ ենք որ դու մեր կողքին ես, շնորհակալ ենք դու մեզի սիր մի վախնալ, ես քեզի հետ եմ, դու մեզի հետ ես Տեր Հիսուս, այո այս աշխարհի մեջ ենք, բայց այս աշխարհին դուրս ենք, քեզի հետ ենք, քո հոգի մեջն ենք, որովհետև դու Տեր հարուցյալ Աստված ես, կենդանի Աստված ես, քեզի համար ուղղակ Տեր գսենք, դու մեր ամեն բանն ես, դու մեր ամեն ինչն ես Տեր, քեզի գուհուսանք, քեզի գնայինք, միայն քեզի Տեր, միայն քեզի գնայինք, եւ գսենք Տեր, 24 երեսներու նման, գխոնարհենք ու առջևդ, եւ այս կողմ գսենք, եւ ինքի պաշտամուկը այս պահին արժանացու հոս ապրենք Տեր, մեր մեղքերը քեզի գսենք Տեր ները, եւ գսենք դու Տեր Հիսուս այս պահին եղու եւ իշխե, եւ միան քո անունդ պարավորվի, քո բարքդ երևի հոս Տեր, միան քեզի տեսնենք Տեր, միան քո խոսքդ լսենք Տեր, որովհետեւ այն ժամանակ խաղաղությամբ, զորությամբ, օծությամբ, օրհնությամբ լեցվելով դուրս պիտի գան եւ քեզի համար վկաներ պիտի ունես։ Շնորհակալ ենք Հայր, այս առանձնաշնորհումին համար որ մեզի գվերես Տեր, շնորհակալ ենք Տեր, ամեն փառքը, պատիվը, մեծարանքը միմիայն քեզի գվայել, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից Ամեն դերով ենք հույլս։ Շարունակենք նույն աղոթքի հոգիով մեծարել մեր դերը եւ ասենք ինչ մեծ ես դու Տեր։ Հրաշներ կգադարես եւ քեզի բեսը չի գալու։ Փակենք մենք դարից քեզ գոհանում ենք, բարձրացնում ենք մեր սերտերը, մեծարում ենք քեզ Աստված, փակենք մենք դարից քեզ գոհանում ենք, բարձրացնում ենք մեր սերտերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ
Տեր, փրկություն ես տակել, փառք տանք իր դված փրկության համար։ Շնորհակալ ենք, երախտաբար ենք, որ Տերը մեզի անվճար, Տերը մեզի ծրի փրկությունը տվավ։ Մեզ մեկ բան կխնդրել, որ մեր սրտերը իրեն տանք, մեր սրտերը ուտերները բանանք, որ ինքը մտնեն, և ինքը սա, եթե բանակ կմտնեմ և ծերերը ընտրիկ կնեմ, և տուգան ինձ հետ։ Որ սիրով ինձ այցելես, բրկություն ես վարկելես, կոզանուկ կնել եմ ես, աղություն, և ամեն հանի համար, շնորհակալ եմ անսահման, նվիրում եմ ես ինձ սիրտը միայն քեզ, և դում եմ շնորհակալություն, 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 Հիսուս, և դում եմ շնորհակալություն, 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 Հիսուս, մի փոխարեն ես դու զոհել, խաչի մահով ես մահացել, քո զոհով ինձ վարկել ես, կյանքավիճան, դիմադրով եմ քո արյան, քո առջև կանգնած, և կարող եմ նայել ունի քո աչքերին, և դում եմ Արգես Հիսուս, Արգես ներական Հիսուս, և դում եմ Արգես Հիսուս, Արգես ներական Հիսուս, և դում եմ շնորհակալություն, շնորհակալություն, Հիսուս, և դում եմ շնորհակալություն, 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 Հիսուս։ Այո, Տեր, ելքեք շնորհակալություն, փառք ու տանք քեզ, մեր անձերը կխոնարհին քո առջևը, և շնորհակալություն կհայտնենք, Տեր։ Շնորհակալություն կհայտնենք, Տեր, որ մեր փոխարեն դու զոհվեցիր։ Շնորհակալություն կհայտնենք, Տեր, որ քո զոհովը մեզի հավիտենական կյանքը վարկելեցին։ Շնորհակալ ենք, ով Հայր, որ այդքան մեծ էր սերդ, որ մեզի համար քահլ թողեցիր, մեզի համար մարմնացար, մեզի համար մարդացար, ամեն էր Տեր, բայց մեր բոլորին մեղքերով ու վրա վերցուցիր, Հայր, և խաչին վրա ըսիր դադարվեցավ։ Այդ ինչի համար, որ եկած է իր աշխարհ, Տեր, մեր փրկության համար, որ եկած Տեր, այդ մենք դադարեցին խաչին վրա, և մենք մեր անձերը երբ գախեցինք այդ քո խաչին վրա, մեր մեղքերը գախեցինք, մեր դգարությունները գախեցինք, դու նադի վերցուցիր և թեթևցուցիր մեզի, Տեր, դու նսիր, Տեր, եկեք ինձի բոլոր օգնած է բեռնավորվածներ, մենք մեր դգարություններով և մեղքերով բեռնավորված ենք, Տեր, եկան քովդ, քու վրատ տրինք անոնով, Տեր, և մեզի տվիր խաղաղություն, մեզի տվիր հանգստություն, մեզի տվիր այն ամեն ինչը, որ մենք արժանի չենք որքեր։ Շնորհակալ ենք, ով Տեր, միայնալով չի բավարարվեցավ, այլ քո Սուրբ Հոգի տալել եք մեզ, ով Տեր։ Այս աշխարհը ցկելով չի կացիր 2000 տարի առաջ։ Ըսիր պետք է երթան, որ մխիթարիչը ձեզ իրավի, և դրգեցիր անոր, որ քեզի կհավատա։ Շնորհակալ ենք, ով Տեր, որ այդ Հոգին այսօր մեր մեջ է ներեր։
ամեն մեկուս այսօր ուղղորդե եւ դարաշնորհե։ Շնորհակալ ենք, որ այդ Սուրբ Հոգին մեզի քո խոսքերը ամեն օր հիշեցնե։ Եվ մեզի գոհնե, որ քեզի նայելով քեզի նմանվի Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեզի այս ազատությունը տված ես։ Որքան քեզի պաշտենք, քո խոսքդ լսենք։ Շատեր ուրիշ տեղեր, ուրիշ տարերում մեջ երանի գուտային այսպիսի օրերով, այսպիսի վիճակներով, որ գրնան ազատորեն համարձակությամբ ու անունդ բարձրացնեն։ Շնորհակալ ենք, Տեր, որ այդ մեկը մեզի տված եւ շնորհածես, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեզի այս դռները բացած ես, որքան բոլորս միասին քո անունդ մեծարենք, քեզի օրհնենք, քեզի երկրպագենք, քո խոսքերդ լսենք, Տեր։ Այսօր եկանք, պարապանեցինք, օրհնեցինք, մեր լեզուներով, մեր սրտերով, մեր հոգիներով, եւ արդեն մեր հոգիները պատրաստ են, Տեր, քո խոսքդ լսելու։ Եկուրով, Տեր Հիսուս, քո ծառած, քո զավակով, Տեր, որ քո նամակդ մեզի պիտի փոխանցի այսօր հայր, իրեն օրհնես, իրեն վերին իմաստություն տաս, իրեն նոր յուղով օծես, Տեր, եւ մեզ մի ամեն մեկում ինչ որ մի սսետիով, Տեր, իր միջոցով այսօր մեզի փոխանցես, մեզ մի ամեն մեկում ալ հոգին, սիրտը, միտքը պատրաստ է եւ արթուն պահել, թմրած չտնամ, չի գնանանք, Տեր, քո խոսքի դարձել, այլ արթուն մնանք, որ քո խոսքեդ նոր բդուղներ թաղենք այսօր, Տեր, եւ այդ բդուղները հանդեսելով երթանք ուրիշներուն արարացնենք, Տեր, մնացյալ բոլոր բահերը քո սուրբ ցերկերուն մեջ կտնեմ այս Հիսուսի անունով խնդրեց, ամեն, ամեն, բահաներ Տերոջը խոսքը լսենք, եղբայր Սահակի միջոցով հրամեցենք։ Հայոց սիրելիներ, բարի եկած եք այս տերունական օրվա մեջ, շնորհակալություն հայտնենք մեր Տիրոջ, մեր երկրի, մեր Հայաստանի համար այս օրվա ընտրություններն համար խնդրենք Տիրոջ մեր, որ ով որ ընտրվի, լա իր առաջնորդությամբ, լա իր հոգիով, լա իր ցերկը միշտ իր վրա, իրեն վերին իմաստություն տա, որ այս երկիրը միշտ բարգավաճի եւ առաջ է։ Խոնարհեցնենք մեր գլուխները եւ փոքր աղոթքով սկսենք մեր այսօրվա պատկանը։ Մեր երկնավոր Սուրբ Հայրը, բուկանք այսօր քո ներկայության մեջ քո խոսքը լսելու։ Լեցու մեր սրտերը խաղաղությամբ եւ քաջությամբ։ Բաց մեր ականջները եւ միտքերը, որովհետեւ ամեն բանի մեջ քեզի փառք տան։ Այս պատկանը օրհնե Տեր եւ խոսի մեր սրտերում։ Այս բոլորը խնդրեցի մեր Սուրբ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Սիրելիներ, այս օրերում ամսուն 11-ին թեև մի քիչ հոգևոր, ասենք, քերքերեքիշմը հերու է, ամսուն 11-ին 5 շաբթի օրը պիտի սկսի ֆուտբոլի համաշխարհային խաղերը։ Եվ ինչպես գիտենք, 4 տարի անգամ կատարվի այս խաղերը եւ օրինակ անցած տարիներում միան 32 խումբ կմասնակցեին, բայց այս տարի որոշում առնվեցավ առաջին անգամ լալով 48 երկիր պիտի մասնակցեն։ 48 երկիրը պիտի փոխանա 12 բաժիններ է եւ ամեն մեկ բաժինը ամեն մեկ խմբակը, այսինքն 4 երկիր պիտի փոխանա։ Ինչպես գիտենք, որ այս խումբերը 4 տարվա ընթացքում իրար հետ մրցումներով մասնակցին եւ շարունակ կպատրաստվին իրենց մարմինի ուշի դավերցնեն, խումբերը իրար հետ խաղողներ, որպես իրար հետ հասկանան
Բայց երբ խաղի օրը հասնի, միան պատրաստությունը այլ թեև իրենք ամեն ինչով պատրաստ են, բայց այդ պատրաստությունը արդյոք իրենց միան ադի կփավե։ Ամ պետք է այդ խաղսոներում, այդ խումբերում պետք է միան նաև քաջություն։ Եթե ուշադրություն ենք ֆուտբոլի խաղերու մեջ, ոչ թե միան զորավոր խումբերը կհաղթեն, այլ խումբեր կան, որ քաջությամբ կմրցակցին եւ մինչեւ վերջին վարյանը կբայքարին եւ չեն հանձնվի եւ իրենք կհաղթեն։ Երբեմն շատ ասենք մեծ խումբեր, որ ասենք որ 100% 195-ը պիտի հաղթեն, բայց մենք ենք տեսնում որ այդ խումբը արդեն պարտված է։ Ուրեմն հոստերը խաղսողներում պետք է քաջություն։ Նույնն է մեր անձնական կյանքի մեջ։ Մենք մեր անձնական կյանքի մեջ, մեր աշխատանքի մեջ, մեր դպրոցներում մեջ, մեր ծառայության մեջ, մեր ընտանեկան կյանքի մեջ մենք պետք է ունենանք քաջություն։ Եվ այդ քաջության մասին պիտի գարտամ Հեսուին, երբ Աստված դեր Հեսուին հրահանգեց Կանանի երկիրը երթալ եւ քրավել։ Պիտի գարտամ առաջին գլուխ, առաջին համարել մինչև 9-րդ համարը։ Դերոջը ծառային Մովսեսին մահին ետքը, դերը Մովսեսին սպասավորին նավերի որդիին Հեսուին հետ խոսեցավ ասելով. Իմ ծառաս Մովսես մերավ, հիմա ելիր ու անցի Հորդանանեն տուն եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես Իսրայելի որդիներուն պիտի տամ։ Ձեր ոտքի բոլոր գողած դեղերը ցեզի պիտի տամ, ինչպես Մովսեսին ասի, Անաբադեն ու Լիբանանեն մինչև մեծ քեդը, այսինքն Եփրատ քեդը, քեդացիներու բոլոր երկիրը, մինչև մեծ ծովը, արևմտյան գոմը, ձեր սահմանը պիտի ըլլա։ Քու կյանքի բոլոր օրերու մեջ մարդը պիտի չի կրնա քեզի թեմ թնել, ինչպես Մովսեսին հետ էի, քեզի հետ այնպես պիտի ըլլամ։ Քեզ պիտի չտողու ու քեզ անդես պիտի չնի։ Աստված իրեն խոստում տվավ, ինչպես Մովսեսին տված էր, Հեսուին խոստում տված։ Եվ իրեն ասավ այս երկիրը մինչև այսինչ տեղը բոլորը քեզի պիտի տա։ Բայց Աստված իրեն ինչ ասավ։ Աստված իրեն ասավ զորացի ու քաջասիր եղիր, քանզի այդ ժողովուրդը քու առաջնորդությամբ պիտի ժառանգի այն երկիրը, որուն համար իրենց հայրերուն երդում ըրի, որ իրենց տան։ Միան թե զորացի ու քաչ եղիր, որբեսի իմ ծառայից Մովսեսին բոլոր քեզի պատվիրած օրենքը բահես ու գադարես։ Անգե աչ գամ ցախ գով մի խոդորի, որբեսի քու ամեն երթալու դեղը հաջողություն կգնես։ Այս օրենքներու գիրքը քու բերնետ թող չզատվի, հապա գիշեր ցերեկ անոր վրա մտածե, որբեսի բոլոր անոր մեջ քրվածները բահես ու գադարես, քանզի այն ադեն քու կորզերը հարաճ պիտի տանիս, եւ այն ադեն հաջողություն պիտի գտնես, եւ ամենեն հետաքրքիր համարը։ Ահա քեզի կպատվիրեմ, զորացի ու քաջասիր եղիր, մի վախնար ու մի զարհուրի, քանզի քու Տեր Աստվածը քեզի հետ պիտի ըլլա ուր որ երթաս։ Այո Տեր, այո սիրելի Տեր։ Տեր Աստվածը Հեսուին խոստում կտա եւ սա այդ խոստումը պիտի կատարես, բայց պայմանով որ տուն ըլլաս քաջասիր, ըլլաս զորանաս, քաջասիր ըլլաս, չի վախնաս եւ չի զարհուրիս, քանի որ Տեր Աստվածը ես միշտ քու հետ եմ։ Այսօր սիրելիներ, եթե հանգարց Աստված մեր հետ խոսի, արդյոք ինչ պիտի ասել մեզի համար, ամեն մեկ անձի համար։ Իմ կարծիքովս, ասի Աստված շուրջին հետ գապ չունի, ես իմ կարծիքս կտամ, որ անհաջողափար, իմ կարծիքովս, որ Աստված նույն բանը պիտի ասել մեզի, պիտի ասել քաջասիր եղեք, մի վախնակ, զորավոր եղեք, ինչ որ պիտի անեք,
երբ որ դուք Աստծո հավատաք եւ Աստված ձեզ կառաջնորդի, վստահ եղեք, որ Աստված ձեզի պիտի զորացնի եւ պիտի չի վախենաք։ Երևակայեցեք հանկարծ Հեսուին դիմաց մեծ պատասխանատվություն եկավ։ Հեսուին անպետք էր առաջնորդել Իսրայելի բոլոր ժողովուրդը, ինքը Մովսեսի օգնական էր, բայց իրեն հանկարծ Աստված հետ խորեցավ եւ իրեն պաշտոն տվավ։ Անցումը, որ կյանքի մեջ մեծ թիվով մարդոց չի առաջնորդած, բայց իր մեջը պատրաստված է, բայց ինքը չի գիտեր։ Ժողովուրդը Մովսեսի մահին հետ ինչ պիտի լիներ չէր գիտեր Իսրայելի ժողովուրդը, բայց Աստված երբ Հեսուին հետ խոսեցավ, Հեսուին ասավ, որ դու պիտի առաջնորդես այդ ժողովուրդը։ Վստահ որ Հեսուն դիմացը շատ մեծ պայքարներ կար, անպատերազմներ ուներ, անորոշ ապակա կար դիմացը, բայց այդ պահում իրեն Աստված ասավ քաջասիր եղի եւ զորացիր։ Գարտես է նույն մեր իրավիճակն է, երբ որ մենք օրինակ երիտասարդ տարիքին, որ երիտասարդներ, տղա աղջիկ իրար կամ ուսանան, իրենց ամուրի կյանքի մեջ, իրենց ընտանիքի մեջ ամեն ինչ իրենց կողմ պատրաստում կա եւ հանգարց կամ ուսանան, սկիզբը շատ ուրախ կլինան եւ 6 ամիս մեջ կտեսնեն, որ դիմացին լերմը պատասխանատվություններ ունեն։ 1 տարի, 2 տարի կանցնի, զավակ ունենան, պատասխանատվությունները կշատնան։ Ոստերը նայեցեք ինչ կյանքի փոխանցվեցան, բայց եւ որ մենք Տիրոջը հուսանք հաստատ, որ Աստված մեզ կառաջնորդի։ Նույն դեպքը Հեսուին հետ եղավ եւ Հեսուն Աստված իրեն հետ խոսեցավ։ Սիրելիներ, քաջությունը վախի բացակայություն չէ։ Հեսուն անշուշտ պիտի վախնա, Աստված իրեն չասավ, որ մի վախնա, բայց Աստված իրեն կոչ մտավ։ Մեծ պատասխանատվություն ուներ Հեսուն իրեն դիմաց։ Մենք երբեմն վախնանք, շատ բաներ ենք վախնանք ապակային, որ անշուշտ դերևս եկող ամիս, հաջորդ տարի ինչ պիտի լավ երվիճակը։ Գվախնանք մեր ընտանիքան խնդիրներ են։ Շատ ընտանիքներ հաստատ որ գաբինքոր անպայման խնդիրներ ունեն։ Գվախնանք սատանային գործերեն, որ սատանան միշտ ներկա է եւ մեզ ուզեր միշտ խաբել եւ չար գործեր ունեն։ Եսայի 41:10-ի մեջ գարտանք մի վախնա, որովհետեւ ես քեզի հետ եմ, ես քեզի պիտի զորացնեմ։ Սաղմոս 31:24-ի մեջ Դավիթ Աստված կսե քաչ եղեք եւ ձեր սիրտը զորանա բոլոր անոնք, որ Տիրոջ կհուսան։ Աստված չի ասել, որ մի զգար վախը։ Անգսեր քաչասիր դեղին եւ զորացիր, այսինքն վստահիր ինձի, նույնիսկ երբ վախ կա։ Երբ որ մենք այս բոլորը անենք եւ մենք վստահենք Աստուծո, մեր ուժը պետք է մենք Աստծո վստահենք, քանի որ մեր ուժը որտեղ կա, մեր ուժը կա Տիրոջ մեջ։ Եվ որ մենք Տիրոջ վստահենք եւ այդ ուժը ստանանք, ինչ կսկանք։ Ամենակարևորը առաջին բանը, որ կսկանք, մենք մեզի հանգիստ կսկանք։ Մեր մեջը հանգիստ կսկանք։ Եվ որ մենք Աստծո վստահ ենք, վստահ որ մենք հանգիստ պիտի զգանք։ Ամենաբարձ բանը, եւ որ ովևէ մեկ անց եւ որ վիրահատության պիտի երթա, թեև բժիշկին չի ճանաչել, բայց սկիզբը հետը գնստին կզրուցեն, իրար հետ ծանոթանան, այդ հիվանդը այդ բժիշկին չի ճանաչել, ոչ այդ բժիշկը հիվանդին կճանաչի։ Բայց մենք քանի որ այդ բժիշկին վստահենք, այդ խոսակցությունները, մեզի բացատրությունները, մենք հույսերից իրեն վրա կտնենք եւ վիրահատության կմտնենք, քանի որ մենք իրեն վստահել ենք։ Երբ մենք օտանավ կնստենք, օտանավի մեջ մենք օտաչուն չենք ճանաչել, բայց մենք վստահ ենք, որ օտաչուն ինքը մասնակցած է, իրեն գործն է, սորված է, ուսումնասիրած է, մենք ադոր համար կվստահենք։ Եվ որ մենք Աստծո վստահենք, վստահ որ հանգիստ կլանք։ Երկրորդ բանը, որ երբ որ Աստծո վստահենք, կլանք ավելի վստահ մեր քայլերու մեջ։ Հիմա ինչպես գիտենք GPS, որ ամենը տեխնոլոգիայի հետ գտնի, մենք GPS-ը գտնենք, որ մենք ասինչ տեղը ուզենք որ հասնի, բայց երբեմն մենք
ճամփան գիտենք վերի վարով, բայց մեզի GPS-ը տարբեր ճանապարհներ է գտանի, մենք հանդարտ վախի մեջ կմտնենք, բայց վերջը կտեսնենք, որ արդյունքը, որ չէ, իրեն տված ճամփան ճիշտ է։ Ճիշտ նույնը մեր Աստծո գործն է։ Երբեմն Աստված այդպիսի գործեր դնի, այդպիսի ճամփաներով կդանի մեզի, մենք կսենք ուր երտանք որ, բայց մենք քանի որ Աստծո վստահած ենք, կտեսնենք, որ վերջին դերը ճիշտ արդյունքն է։ Մեր Աստվածը ինչ կուզե մեզի, այդ ճիշտ արդյունքին կհասնի։ Երրորդ կետը, որ մենք եւ որ Աստծո վստահենք, որ մեր ուժն է, ավելի հաստատ կմնանք փորձություններում մեջ։ Երբ գիշերը մենք ճամփորդենք օտոյով մուտին, եթե ուշադրություն եք կամ չեմ գիտեր, ասենք շատերու մի կեմ չէ անցած, բայց ես ալ դզիկ տարիքից այսպես միշտ ճամփորդության ադեմ մանան գիշերը հայրս սկսել մենք չենք սիրել ճամփորդել, ասենք հետաքրքրությունս աշխատած էր, որ գտեսնենք, որ օրինակ լույսը, օտոյի լույսը միայն 2-3 մետր գլուսավոր է, այսինքն բոլոր ճամփան չի լուսավորել, բայց մենք այդ 2-3 մետր լուսավորելով, մենք այդ ճամփան գելենք, վստահենք այդ լույսերուն եւ ճամփորդենք։ Նույն այս բանը Աստված մեզի ամբողջ հավաքան մեզի չի ցցնել։ Աստված բավարար լույս կտա մեզի, որովհետեւ մենք հաջորդ քայլը առնենք վստահությամբ իրեն։ Ինչպես որ իմ գործից վերաբերյալ է, որ ոսկին եւ գրագի մեջ տնես ոսկին կմաքրվի, գրագի ոսկին գրագով այրես, մեջի աղդերը գվարի եւ ինքը ոսկին իրեն արաբերենով որ ցեն այերը իրեն որակը կբարձրանա։ Այսինքն մենք ճապոր դակնապներում, ճապոր դժվարություններում մեջ մնանք, վստահ որ մենք կզորանանք Աստծո առաջնորդությամբ։ Նույնը երբ Պետրոս Հիսուսին նայեցավ, երբ Պետրոս Հիսուսին նայեցավ, ճուրին վրային գրծավ քալել։ Բայց եւ որ ալիքներուն նայեցավ, ինչ եղավ։ Ընկրմեցավ, ճուրի մեջ մտավ։ 14-րդ Մատթեոս 29-րդ 30-ի մեջ շատ քեղեցիկ համար կա փորձություններու, որ գսե փորձությունները մեզ կսորվեցնեն, որ աչքերը Տիրոջ վրա պահենք, ոչ թե խնդիրներու վրա պահենք։ Այսինքն մեր դետրոնացումը լա Տիրոջ վրա, մեր վստահությունը լա Տիրոջ վրա, ոչ թե խնդիրներու վրա, որ ասինչ տակնավի մեջ մտան, ասինչ վիճակի մեջ մտան, որ մեր աչքը Աստծո վրա լալ վստահ վրա տակնավի եւ խնդիրը գլուծվի։ Այս երեք կետերում վերաբերյալ շատ այսպես ելույթով դեսեմ, որ ին պատրաստած ադենս շատ ասենք չեմ դեր սիդիս գբավ, որ գրնանք ասել հանգիստ օրերը մեզ դսորվեցնեն թե Աստված բարի։ Հանգիստ օրերը մեզի այո դսորվեցնեն որ մենք Աստված շատ բարի է, որ մենք հանգիստ կապենք, որ ամեն ինչերից լավ է, ամեն ինչերից նորմալ է։ Բայց անցածապտվա փայծին դες։ Բայց փորձությունները մեզ դսորվեցնեն, որ Աստված վստահելի։ Ամեն։ Այս նախտաշուն երկրորդ շատ սիրտից կլա եւ ամեն անգամ որ դարձի հոստերը շատ այսպես չեմ գիտես։ Ինչպես որ ասին Հեսուին Աստված ասավ որ առաջին զորացիվ քաչասին դեղիր։ Եթե իրեն ինչ ասավ Սավ մի վախնար եւ մի զարգում։ Մի վախնար եւ մի զարգում, երկնան վախի։ Բայց ուզեմ բզիկ փաստաթուղթությունը, որ ինչ է դարբերությունը վախին եւ զարգուրանքին։ Վախնալը շատ բնական զգացում է։ Երբեմն վտանգի դժվարության մեջ կլանք, կտեսնենք, օրինակ աշակերտները քննությունները կվախնան։ Օրինակ իմ դիգնաս կենտաները կվախնան։ Օրինակ մենք օտնամ նստել ենք վախնան, այսինքն բարձ զգացում ունենք, բայց զարգուրանքը ավելի խոր բան ունենք։ Եվ բանիմը մեջ ու խուջաբի կմատնվիս, եւ խուջաբի մեջ կմատնվիս, այլես դու քեզ սկսես խոսելու եւ ասես ավելի կմեցնես ուղեղի մեջ, մտածումի մեջ, ադի կդառնա զարգուրանքի։ Եվ որ գրնամսել, եւ որ մենք գիշեր օրինակ ժամ 1-ին գնացել ենք կամ մի քնարան, հանգարց մեզի հրացային գա, ասենք բարձ վախ չենք վախնա, միշտ դիտկերից կերտա քեշ լուրի, քեշ բանիմը,
խուջաբի գերտա, այսինքն վախեն ավելի բարձր զգացումի գերտա։ Սիրտերից կդրվի, երբ որ մենք զարհուրանքի մեջ ենք, մեր սիրտը կդրվի, ավելի նեղություն կզգանք։ Եվ երրորդը հուսահատի։ Բարձ բացը շատ բարձ վախնալը բարձ բան է, բայց զարհուրանքը խուջաբի կմատնվի, սիրտերից կդրվի եւ ինչ կլանք հուսահատի։ Այսինքն վախը գզարնե թուրը, բայց զարհուրանքը գցիկե որ վախը դիրավետ է ամբողջ սրտիդ վրա։ Ասոր համար Աստված միան մի վախնար չսավ, այլ սա մի զարհուրի, այսինքն թույլ մի դար որ վախը դիրե սրտիդ վրա։ Բզդիկները գվախնան մութ են, մեր բադանները թեև բոլորը չէ, գվախնան ապակային, մեծերը գվախնան դժվարությունները, բայց Աստված գիտեր, որ Հեսուն ոչ միան գրնար վախնալ, այլ նաև գրնար վախ հուսահատի, այդ պատճառով ըսավ իրեն մի վախնար և մի զարհուրի։ Այսինքն մի ցիկեր, որ վախը սրտիդ վրա իշխե, մի մորնար, որ Աստված քեզի հետ է։ Երբ Իսրայելի ժողովուրդը Քանան երկիրը տեսան, Հեսուն Իսրայելի ժողովուրդը Քանանի երկիր չմտնել են առաջ երկու հատ լրտես խտեց։ Եվ այդ լրտեսները քացիկ ուսումնասիրեցին։ Երբ Իսրայելի ժողովուրդը Քանանի երկիրը տեսան, անոնք հսկաները տեսան, հոնդե իրենք ամեն երկրի մեջ միան հսկաները տեսան, որ հսկա մարդիկ կան, որ իրենք չեն գնար այդ երկիրը մտնել, իրենց համար դժվար է։ Անոնց խնդիրը մեծ տեսան, շատ մեծ տեսան խնդիրը։ Ինչու համար, քանի որ Աստծո փոքր տեսան։ Խնդիրը շատ մեծ տեսան։ Հսկաները տեսան, բայց Աստծո քանի որ փոքր տեսան, իրենք լավ չի տեսան, բայց Հեսուն եւ Քահայը տարբեր տեսան։ Ադոնք տեսան, որ երբ Հեսուն եւ Քահայը տարբեր անոնք տեսան, որ Աստված մեծ է։ Եվ իրենք տեսան, որ Աստված մեծ է, քանի որ Աստված միշտ Հեսունին հետ խոսեր եւ իրեն միշտ կսեր գարաշնորհներ, այսպես պիտի ինես, այսպես պիտի ինես։ Երբ զարհուրանքի մեջ են մենք մարդիկ միշտ կդատրինք մտածել ենք եւ կսենք ամենաբարձ բանը չեմ գրնալ, այս չեմ գրնալ, վերջ, այսինքն հետս կարողություն չունի։ Եթե այս բանը անեմ, պիտի ծախողին, այս քայլը արնեմ, այս գործը անեմ, ինչ-որ գինեմ պիտի ծախողին։ Դեմ ուգուկա այլևս զարհուրանքը կակատնագետը գահասնի և գսեմ ամեն ինչ վերջացած է, այլ ես լուզում չունի, ես հարսերը լուզելու կարողություն չունի։ Այս բոլորը մտածելը ով գուզե, սատանան գուզե։ Սատանան գուզե, որ հոն հասնենք, բայց սատանան գուզե մենք այսպես է տան, բայց Աստված գուզե, որ հավատքով այսպես շարունակենք։ Ինչպես պետք է հաղթել վախի և զարհուրանքի։ Վախի և զարհուրանքի կրնանք հաղթել մի քանի բաներով, որ շատ հարցելու լուծումն է, առաջինը, որ աղոթքն է։ Աղոթքի վերաբերյալ ուզեմ բզիկ վիդայություն մտալ։ Ես հալևեն օրինակ բակալորիա արած օրենուս, իմ հորս մայրս, իմ մեծ մայրս հոգևոր է։ Եվ որ ես բակալորիա արի, անշուտ բակալորիա որ արնես, գրական արնես կեզին նվերներ մուկա, ամեն ինչ մուկա, բայց իմ մեծ մայրս ինձի նվիրեց այն օրը աստվածաշունչ, ինքը արած էր աստվածաշունչը և դված էր և ինքը միշտ աղոթեր, միշտ աղոթքի մեջ էր, իրեն դունը ժողովարանի դարձած էր, կույր մարին շատ լավ ջանչնար իրեն և միշտ դեպքեր կբատմեմ, որ ես չէի գիտեր, կանում ես փոքր էր։ Ուրեմն ինքը արած էր աստվածաշունչը, դված էր մամայից և ըսած էր գողտին վրա քրե ասի իմ թորնիկիս բակալորիայի նվեր և ասի չտվականով։ Ես այդ նվերը արի ուրախության, բայց թեև անշուշտ այն ադեն բակալորիա ենք արի, ես նենես կնավ ինչ պամն Բայց մեջ մտածեցի, որ եթե արներ նային, բաբայս պիտի արներ, դրանով պիտի արներ ինձ, հարց չի գա, այդ քիրքը մնաց մեր դունը։ Մենք տարիներ անցավ, երբ որ Հայաստան եկան, այդ աստվածաշունչ, ես բայց աստվածաշունչ տերես հալևի մեջ տերես 3-4 անգամ բացել։
միան այդ քիրքը։ Բայց մենք Հայաստան որ եկանք այդ քիրքը հետերից բերին։ Այդ քիրքը հետերից բերին եւ այդ քիրքը եւ իրեն աղոտները փրկություն եղավ մեզի Հայաստանի։ Հիմա այդ քիրքը մենք ամեն բան վարտին օգտագործել ընդհանրապես ես ուրիշ քիրք օգտագործեմ, բայց միշտ սեղանի վրա դրված է։ Եվ ես ամեն անգամ բանալու այդ առաջին ողքը դիմաց ու գա իրեն քրությունը, բայց մայրս գրած է մար։ Եվ հիշեմ իրեն աղոտները այդ օրերում, որ մենք փոքր էինք, դա չափ նկատի չէինք առնել, եւ ինքը միշտ աղոտեր 24 ժամ աղոտեր։ Բարձր վիճ։ Ֆիլիպեցիս 4 գլխում 6-րդ համարի մեջ գցե աղոտքի մասին, ոչ մեկ բանի համար մտահոգվեցեք։ Այլ ամեն ինչի մեջ աղոտքով եւ աղաչանքով ձեր խնդրանքները հայտնի դարձեք Աստծո։ Աղոտքին եւ որ Աստծո խոսքը դարտան, Աստծո խոսքի մեջ շատ մխիթարիչ, շատ խոսքեր կա, որ մեր կյանքի մեջ մեր առաջնորդության մեր կյանքի ընթացքին թեր է կամ ճամփայ Հռոմեացիս 10-րդ համարի մեջ հավատքը լսել է ու կա, իսկ լսելը Աստծո խոսքն է։ Երրորդ կետը, որ պիտի ասեմ, որ մենք ինչպես կրնանք հաղթել վախի եւ զարհուրանքի, հիշելով Աստծո անցյալի օգնությունը։ Սաղմոս 103-րդ համարի մեջ գսե, օրհնե Տերը ով իմ անձս եւ մի մոռնալ անոր բոլոր բարիքները։ Աստված չսավ, որ մենք խնդիրը պիտի չունենանք։ Աստված չսավ, որ տուն հարցեր պիտի չունենաս։ Այսօր շատեր վախնան եւ զարհուրին, բայց Տերը մեզի գսե մի վախնա, մի զարհուրի։ Երբ վախը կա, հիշենք, որ Աստված մեծ է մեր վախերեն։ Երբ զարհուրանքը կա, հիշենք, որ Աստված հավատարիմ է եւ երբեք չի ցկել իր ժողովուրդը։ Երրորդ կետը, որ Աստված եւ ամենակարևոր կետը, որ Աստված Հեսուսին ասավ, որ ես քեզի հետ եմ, ուր որ երթաս։ Աստվածաշունչի մեջ ամենագեղեցիկ կետը այն է, որ եւ ճշմարտությունը, որ Աստված թեև մեզ մեջ շատ հեռու է, բայց ինքը հեռու չէ։ Ինքը միշտ իր ժողովրդին հետ է, ինքը միշտ մեր հետ է։ Թեև մենք իրեն չենք տեսնել, բայց ինքը միշտ մեր հետ է։ Ծննդոց քրկի մեջ կտեսնենք, որ Աստված մարդուն հետ կխոսի։ Իսկ Մատթեոսի մեջ սկիզբը Հիսուսը կգոչվի Էմանուել, Աստված մեզի հետ։ Աստված մեզի հետ է, նույնիսկ երբեք չեն զգալ։ Ծննդոց 28-16-րդ համարի մեջ Հակոբ գսե. իսկապես Տերը այս տեղը գտնվի եւ ես չգիտեի։ Աստծո ներկայությունը գապ չունի մեր զգացումները։ Գնմանի երբ երկինքը ամբերը արևը գծածկեն։ Եվ որ երկինքը մենք արևով միշտ կվայելենք, բայց երբեմն ամբոտ կլա եւ արևը չենք տեսնել։ Երբ որ արևը ամբերը արևը ծածկեն, ասել է որ արև չի գա, ոչ արև գա, բայց ամբերը ծածկեն են։ Ճիշտ է Աստված ինքը մեր հետ է գաբրի, մեր հետ է գործե, մեր հետն է միշտ, բայց մենք իրեն չենք տեսնել։ Աստված մեզի հետ է, երբ ուրիշները մեզ գլքեն։ Դավիթ Սաղմոս 27-րդ մեջ գսե. թեև հայրս ու մայրս զիս ցկեն, Տերը զիս պիտի ընդունի։ Հարիկաններ կրնան հեռանալ, մարդիկ կրնան չհասկանալ մեզ, բայց Տեր երբեք չի հեռանալ իր զավակները։ Կրնան նմանցնել, երբ փոքր դարիքով երեխանը առաջին անգամ դպրոց կտանի հայրն իրեն։ Եվ որ բզդիգին առաջին անգամ մանկավարպես հայրը կտանի եւ դպորսե բզդիգին մոնցիկել եւ ինքը հեռանալ, բզդիգ գարզե որ իր հայրը իրեն առանցին կցկել։ Չէ, ընդհանրապես հայրը իրեն առանցին չի ցկել, հայրը իրեն դպորսե որ իրեն կյանքի մեջ նոր հանգրվանը, նոր բանը սորվելու դերն, որպես իրեն անձնավորությունը գերդե, իրեն անձնավորությունը զորացել։ Աստված մեզի հետ է մեզ առաջնորդելու անաբադի մեջ։ Իսրայելի ժողովուրդը չէր գիտեր ուր գերտար, բայց Աստված
ցերեկը ամբի սյունով, իսկ քիշերը գրագի սյունով առաջնորդես իրենց։ Գրնակ նմանցնել քանտակագործիմը, եւ որ մենք քանտակագործը եւ որ քարը գփորե, գգդրե, գփշրե, դերեմը գավեցնե, դերեմը գգդրե, դերևս քարը լեզուն նրան է, իրենք ասել որ ինչու ինձ գզարես, ինչու ինձ գգդրես։ Բայց ինքը քանտակագործը իր ուղեղի մեջ երևակայություն ունի, ինքը գուցե քեղեցիկ պատկերը, քեղեցիկ բանը պատրաստել, ադոր համար գգդրե եւ գփշրե։ Մենք դա մեր դժվարություններում մեջ Աստված մեր բնավորությունը կգերդե, մեր հավատքը կխորացնե եւ մեզ կպատրաստե իր նպատակներուն համար։ Ես ցեզի հետ եմ բոլոր օրերը մինչև աշխարհի վախճանը։ Աստված խոսացավ մեր հետ մնալ ոչ միայն ուրախ օրերուն, ոչ միայն եկեղեցիի մեջ, այլ բոլոր օրերուն եւ բոլոր վայրերուն եւ ամեն տեղ։ Երբ վախնաս, Աստված քեզի հետ է։ Երբ դգարանաս, Աստված քեզի հետ է։ Երբ փորձության մեջ լաս, Աստված քեզի հետ է։ Երբ աբական անորոշ լա, գիտիր որ Աստված քեզի հետ է։ Այս համարը միայն Հեսուսին համար չէ, այլ նաև մեզ մեր յուրաքանչյուրին համար։ Մեր անորոշ եւ անգարող վիճակի մեջ իր ներկայությունը կվայելենք։ Երբ ճամփան մութ թվի, Աստված մեզի հետ է։ Աստծո ներկայությունը մեր քաջության աղբյուրն է։ Ուստի այսօր ադերը մեզի գսե, քաջասի տեղի, մի վախնա, որովհետև ես քեզի հետ եմ։ Այս վստահությամբ կայլենք սիրելիներ, այս վստահությամբ ծառայենք, այս վստահությամբ ապրենք, գիտնալու որ Աստված երբեք չի ցկել իր զավակները։ Աստված Հեսուսին չսավ թե ճամփան թյուրին է, չսավ որ ճամփան թյուրին է եւ ամեն թյուրին պիտի լա, կամ հսկաներ պիտի չլա, անսավ քաջացին եւ զորացին, որովհետեւ դժվարություններ պիտի կային, ապա ասավ մի վախնար եւ մի զարհուրիտ, որովհետեւ Հեսուսը մինակ չէ, բայց այս համարին թախնիկը վերջին խոսքերում մեջն է, թե Աստված քեզի հետ է, երբ Աստված մեզի հետ է, ամենամեծ հսկանալ Աստուծմե մեծ չէ, ամենամութ ճամփանալ Աստծո ներկայությունն մութ չէ։ Այո, ամեն սիրելիներ, թեև չեք գիտեր, երկար էր կարճ էր թե դեմար։ Ուզեմ փակել զիկ աղոթքով, ետքը շարունակենք։ Շնորհակալ ենք Տեր, Որդուն, անցյալին խոսեցակ ու ծառաներուդ հետ եւ այսօր խոսիս մեր սիրտերում։ Օգնե Տեր մեզի լսելու ու ցայնը աղոթքներով լեցուն այս աշխարհի մեջ։ Ինչպես Հեսուսին ասիր, քաջասիր եղիր եւ զորացիր, նույնպես քաջալերը այսօր մեզ մեր յուրաքանչյուրը, որովհետեւ չի վախնանք եւ չի զարհում։ Թող Սուրբ Հոգին առաջնորդ է մեզ, սորվեցնե մեզ, օգնե որ մեր կյանքը քեզի հաճելի է լա եւ քո անունը փառավորվի։ Այս բոլորը խնդրեցի մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Ամեն։